Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Սահականուշի խոհանոց, անչափ ուրախ եմ և շնորհակալ ձեզ տեսնել իմ այս փոքրիկ անկյունում, լսել ձեր գովասանքի և ոգևորիչ խոսքերը, այո լսել, որովհետև այնքան գեղեցիկ եք գրում, ինձ թվում է դուք իմ կողքին եք և ես լսում եմ ձեր ձայնը։ Այսօր թխելու եմ մի շատ հետաքրքիր կեքս, որը 90-ականների բուրդա ամսագրից է վերցված և բնականաբար գերմանական բաղադրատոմս է, շատ հետաքրքիր է և յուրահատուկ բաղադրիչներով, իսկ թե ինչ է պետք այս ամենի համար, անցնենք գործի։ Ինչպես տեսնում եք, արդեն մթերքները դրված է իմ սեղանին սովորության համաձայն և ես պատրաստվում եմ արդեն ներկայացնել ծիրանի ջեմ, որը մենք հետո պիտի օգտագործենք, իմ պատրաստածն է, 3 ձու, կարող եք նաև 4-ը վերցնել, եթե մանր ձվեր են, կաթ, բուսայուղ, շաքարավազ, ալյուր, փխրեցուցիչ, վանիլին, աղ և շատ հետաքրքիր է սա, թխվածքաբլիթ, վերցնում ենք ձեր սիրած համի թխվածքաբլիթը, ինչքան որ դուք հավանում եք, ինչպես որ հավանում եք, կարող եք օգտագործել։ Փխրեցուցիչը ավելացնում եմ ալյուրին, ավելացնում եմ աղը, նաև վանիլինը, այսինքն բոլոր 4 բաղադրիչները միանգամից հավաքում եմ մի տեղ, որպեսզի հետո ալյուրը մաղելու ժամանակ ավելորդ ժամանակ չտրամադրենք սրանց։ Դե սկսում ենք խմորը պատրաստել, ինչպես որ պատրաստում ենք, սկզբում ձուն ենք հարում շաքարավազի հետ, ինչպես անում ենք սովորական այս խմորեղենների ժամանակ։ Ասեմ, որ թխվածքաբլիթը ամբողջությամբ կշռում է 90 գրամ, բայց 4 թխվածքաբլիթը, բայց ես վերցնելու եմ մեկը դնեմ մի կողմ, վրան փշրելու համար, խմորի մեջ լցնելու եմ 3-ը։ Այժմ ավելացրեցի շաքարավազը, ավելացնում եմ բուսայուղը, ինչպիսի բուսայուղ որ ձեռքի տակ կունենաք, կարևորը որ անհոտ լինի, և ավելացնում եմ կաթը։ Շաքարավազը և բուսայուղը 150 գրամ են, իսկ կաթը 200 և այժմ ավելացնում եմ 300 գրամ ալյուրը։ Ինչու եմ գրամներով ասում, որովհետև բաժակները մի քիչ տարբեր են, իսկ այստեղ անհրաժեշտ է պահպանել գրամների չափը։ Խառնում եմ մի լավ, արդեն հարիճը պետք չի, խմորը պատրաստ է և ավելացնում եմ փշրած, ձեռքով փշրած թխվածքաբլիթները, 3-ը ավելացնում եմ խմորի մեջ, ինչպես ասացի, իսկ մեկը կթողնեմ հետո խմորի վրա լցնելու համար, ամեն ինչ իր հերթին ցույց կտամ։ Տապակամանն ինչպես տեսնում եք արդեն թղթապատել եմ և կողքերը և հատակի մասը, որպեսզի խմորը կպչելու տեղ չունենա։ Տապակամանս 24 սմ տրամագիծ ունեցող տապակաման է, ամենահարմար չափն է սա այս կեքսը թխելու համար, դուք կարող եք փորձել ձեր ցանկացած ամանի մեջ։ Վրան ավելացրեցի փշրած թխվածքաբլիթը, մեկը բավական է և ուզեցի մի փոքր հայկականացնեմ այս գերմանական կեքսը, վրան ավելացնում եմ իմ եփած ծիրանի ջեմը, ում կհետաքրքրի կարող եք իմ ալիքում գտնել ծիրանի ջեմ։ Ահա, թխեցինք 180 աստիճան տաքացված ջեռոցում 35 րոպե։ Տեսեք ինչ առավելություն ունի, երբ որ եզրերը թղթապատում ենք և կպնելու տեղ չի ունենում։ Այժմ տեսեք ինչքան գեղեցիկ է թխվել, համաչափ, հավասար, թողնենք մի փոքր հովանա, որից հետո արդեն կտեղավորենք մատուցման ափսեի մեջ։ Ահա մեր մատուցվող ափսեն, մեր կեքսը տեղադրում ենք և վերջ, արդեն պատրաստ է վայելելու։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս գեղեցիկ բաղադրատոմսով, որը կարծում եմ ձեզ դուր կգա
Եվ հետաքրքիր արտաքին տեսքով իհարկե սա թխվածքաբլիթի փշրված մասի արդյունքն է։ Եվ տեսեք ինչպիսի գեղեցիկ տեսք ունի ներսից կտրված, ովքեր սիրում են ջեմով կարող են ջեմով կտորը ուտել, իսկ ովքեր չեն սիրում կարող են առանց ջեմի կտորը ուտել։ Այսքանը սիրելիներս, շատ համեղ էր, խորհուրդ կտամ թխեք, ինքներդ էլ համոզվեք, իսկ ինձ մնում է ձեզ նորից հայտնել իմ խորին շնորհակալությունը, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։